Ավետիք Չալաբյանին անազատություն եք ճանապարհում։ Այս անգամ ինչպես եղավ այդ process-ը, առավոտյան են եկել, խնդրեմ մի փոքր ներկայացնեք եւ ինչ սպասել, որ դեպքում Չալաբյանը կլինի ազատության։ Գիտեք, ուղիղ 4 տարի առաջ էր, ես Facebook-ի իմ գրառումը գտա, հենց ամսի 24-ին անցյալ 2022 թվականին, հունիսի 24-ին գրառում է արել Facebook-ում ազատություն կա բանտարկյալ Ավետիք Չալաբյանին, ու փաստորեն 4 տարի հետո ինձ նույն օրը իրեն ձերբակալել են։ Տեսեք, դե ձերբակալել են, եկել են առավոտյան, տարել են, ես դրա մասին արդեն խոսել էի, այս պայծրությամբ տվել են 2 ամսվա կալանք առանց տեսակցության հնարավորության, այսինքն դա ինձ թվում է հատուկ են անում, որպեսզի պատժեն, որպեսզի ինչ-որ մանր վրեժխնդրություն լուծեն Ավետիքից իր ակտիվ խոսքի համար, իր մասնակցության համար այս ամբողջ ընթացքում ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման եւ ընտրությունների հետ կապված ընտրողների իրավունքների պաշտպանության հարցում։ Ինձ թվում է այս պայծրությամբ կալանավայրերում ավելի շատ անմեղ մարդ կա, քան թե մեղավոր, մեր բանտարկյալները ոչ միայն Ավետիքը հայտնվում են այդ կալանավայրերում, հետո եթե տեսնում եք արդեն ինչ է կատարվում, մի տարի հետո հանկարծ արդեն ազատություն են թողնում, հետո նույնիսկ արդարացում, որովհետև չկա քայական գործ, չկա որևէ իրավական պատճառ, որով Ավետիքը պետք է լինի այսօր դատապարտված, կամ ասենք թե ինչ-որ քրեական գործի դեմ հարցված լինի, ու այս ամենը ընդամենը այն նպատակի համար է, որպեսզի ակտիվ քաղաքական գործիչներին, ակտիվ ազնիվ եւ քաջ քաղաքական գործիչներին ինչքան հնարավոր է իզոլացված պահեն այսպիսի կարևոր պահերին, երբ որ սահմանադրական քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, պաշտոնական հաղորդագրություն, խոսել է Չալաբյանի, արտասահմանյան ինչ-որ այցերի մասին։ Դուք ինչպես եք գնահատում այդ տեքստը, որպես Քանի որ քննություն է հիմա գնում, ես համոզված եմ, երբ որ գործը հասնի արդեն բուն դատաքննության փուլին, երբ որ արդեն ազատ լինեն բոլորը խոսելու, պարզ կդառնա, որ այդտեղ ընդհանրապես ոչ մի փաստացի տվյալ չկա։ Այսինքն այն կքանդվի բացառապես շատ պարզ փաստերի հիման վրա եւ այդ այցելությունների եւ այդ ընդհանրապես ասենք այդ դրված ասենք փաստերի հետևում կպարզի, որ ընդհանրապես ոչինչ կա։ Իրեն ուղղակի կարող է բաց թողնեն, երբ որ այս ամբողջ process-ը վերջանա։ Եվ նաեւ Ավետիքը անչափահաս երեխաներ է։ Մենք ունենք 4 երեխա, որից փոքրը անչափահաս է, մեծերը արդեն ավելի մեծ են։ Մեր փոքր երեխան հաշմանդամություն ունի, մենք բոլոր թղթերը ներկայացրել ենք, Ավետիքը ինքը ունի առողջական խնդիրներ եւ արյան հետ եւ սրտաբանական խնդիրների հետ կապված, բոլորը ներկայացրել ենք, ոչ միայն հաշվի չեն արել, այլ ասենք ընտրել են ամենախիստ տարբերակ իրեն կալանավորելու, նույնիսկ թույլ չեն տալիս, որպեսզի մենք ընտանիքի անդամները իրեն այցելեն։ Այստեղ նաեւ այդ գերակրողի հետ կապված է ընտանիքի այսինքն պահողը, փաստացի ինքնար աշխատողը Ես կարծում եմ այս իշխանությունը դա անում է հատուկ ցուցադրական դաժանություն ցույց տալու համար իր ուժը, որ կարող է ցանկացած ընդդիմադիր գործի, ցանկացած պահին փակի, չգիտեմ, ինչքանի ամսով ուզում է, ցանկացած առանց պատճառ լինի թե չէ, был бы человек, статья найдется, լրիվ այդ ոչի են արդեն հասել, չեն էլ ամաչում դրա համար։ Ես համոզված եմ, եթե ինչ որ մեկը նստի հաշվի, թե քանի քաղաքապետարյալ կա այսօր Հայաստանում եւ համեմատի գլոբալ թվերի հետ, մենք երևի առաջի 20-յակում ենք արդեն։ Պարոն Չալաբյանը վերջին շրջանում Մոսկվա այց արել է եւ եթե արել է ինչ տեղ։ Իրականում այս ամբողջ քարոզարշավի ընթացքում ինքն Հայաստանի Հանրապետությունը չի բացակայել։ Շնորհակալ